Բարի երեկո բոլորին, բարև ձեզ, ողջունում եմ բոլորին, հրատապ եթերը շատ պահանջված է և շատ կարևոր, հատկապես այսօր, հատկապես այս նախընտրական, այս թեժ ժամանակներում, մինչև բուն նյութին անցնելը, ովքեր տեղյակ չեն, նոր իմացանք, որ նախընտրական բանավեճի անհամաձայնության հողի վրա Կոտայքի մարզում արդեն մարդասպանություն է տեղի ունեցել։ Դրա համար մենք բազմիցս ասում ենք, որ այս իշխանությունների բերած ագրեսիան, չարությունը, այս հասարակության պառակտումը լավ տեղ չի տանելու, արդեն մարդասպանություն է տեղի ունեցել և այդ մարդասպանության պատասխանատվությունը ամբողջովին գոնե հանրային առումով մնում է իշխանությունների խղճին, որովհետև երկիրը ընկղմել են թույնի, ատելության, անհանդուրժողականության խոսքի մեջ և մեր քարոզչության ժամանակ ասում ենք, որ սեր և հանդուրժողականություն ասելով եկան իշխանության, հիմա վաղուց արդեն տարածում են անհանդուրժողականություն և ատելություն։ Այս իշխանությունները բանահասել են, որ այո, նախընտրական հողի վրա մարդ են սպանում։ Հիմա անդրադառնամ իմ այսօրվա հրատապ եթերի անհրաժեշտությանը, ինչի մասին է խոսքը, ուրեմն գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը գտնվելով արձակուրդում ուղղակիորեն հրահանգեց հարթակից, որպեսզի իրավապահները իրավական գործընթաց, ճակերտավոր իրավական գործընթաց սկսեն Անդրանիկ Թևանյանի դեմ և այդ ճակերտավոր իրավական գործընթացի արդյունքում Անդրանիկ Թևանյանը գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում 2 ամսով կալանք է դատարանը որոշել։ Ես այսօր եղել եմ նրա մոտ, հանդիպել եմ աննկուն ոգով տրամադրված և բոլորին կոչ է արել էլ ավելի վճռորոշ լինել նախընտրական քարոզչության մեջ, բայց տեսեք ինչն է հատկանշական, որ իրենց այդ թխած, այդ ամոթալի գործի ճակերտների մեջ իհարկե ազդարարմանը և Թևանյանի ձերբակալությանը զուգահեռ իրենք քարոզչական հարթակներում ինչ-որ փաստաթղթերի արտահոսք, չգիտեմ, ինսայդերից են վերցնում, հետո ինչ-որ մի հատ կովկասյան խրոնիկա, ինչ-որ մի հատ կայքից վերցնում են ինչ-որ նյութեր, որտեղ նկարագրված է ինչ-որ գործընթաց, ինչ-որ պլանավորում, նախընտրական ուժերի քարտեզավորում, նախընտրական ինչ-որ հաշվարկներ, ուժերի միավորում, որտեղ Կարմիր թելի նման անցնում է Մայր Հայաստանի անունը։ Ակնհայտ է, որ սա արվում է քարոզչական ֆոն ստեղծելու համար։ Քարոզչական ֆոն ստեղծելու համար դրել են շրջանառության մեջ կովկասյան խրոնիկա այդ կայքից վերցրած նյութեր, որտեղ ինչ-որ իբրև թե փորձում են դարակազմիկ ինչ-որ մի հատ դավադրություն ներկայացնել, բայց մենք գործ ունենք ընդամենը ինչ-որ վերլուծական, ինչ-որ տվյալների հետ, որոնք ի սկզբանե արդեն հավատ չէին ներշնչում, և արդեն, բայց քանի որ մախաթը պարկի մեջ չես պահի և կեղծիքը, սուտը միանգամից դուրս են գալի ջրերես, ես պիտի ասեմ, որ ի պատիվ մեր մեծադաշտի տարբեր գործընկերների, անկախ իրենց նախասիրություններից, այդ մարդիկ բարձրաձայնել են ու շարունակում են բարձրաձայնել և այսօր երեկոյան բառացիորեն պայթեցին այդ քարոզչական փուչիկները, բառացիորեն երևաց, որ այս իշխանությունները մնացել են Թուրքի տեղեկատվական աջակցության հույսին։ Դա բնորոշում չի, դա գնահատական չի, դա փաստ է։ Ուրեմն Factor.am-ի աշխատակիցները լրագրողական փոքրիկ հետաքննություն են իրականացնել և պարզաբանել են, թե իրականում այդ կովկասյան խրոնիկայի հետևում ովքեր են կանգնած, ովքեր են հեղինակները, և ես հիմա մի փոքր տեղեկատվություն կտրամադրեմ, հենվելով իհարկե Factor-ի տված տեղեկատվության վրա և արդեն բոլորիս համար ավելի հասանելի կդառնա, որովհետև տեսեք, ըստ Factor-ի բացահայտման,
Կայքը ստեղծվել է ընդամենը հետկովկասյան քրոնիկա կայքը ստեղծվել է 2025 թվականին, որի հոսթինգը, այսինքն էլեկտրոնային տեղակայման հասցեն, սկզբում եղել է Լիտվան, հետո արդեն անհետացել է։ Ուրեմն այդ խմբագրակազմ, կայք, որ իբրև թե որին հասու են դարձել, իբրև թե ռուսական անվտանգության դաշնային ծառայության ինչ-որ աշխատակցի հեռախոս են իբրև թե ջարդել ինչ-որ տվյալներ են հանել, էլ եմ ուզում ընդգծել քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր դերակատարների անունները շոշափվում է, բայց շատ ավելի ընդգծված կերպով Թևանյանի եւ Մայր Հայաստանի։ Ուրեմն տեսեք, թե ովքեր են, ընդհանրապես խոսքը գնում երկու հեղինակի մասին, որոնցից մեկի անունը Թեյմուր Մամեդով։ Այսինքն Կովկասյան քրոնիկա կայքում Թեյմուր Մամեդովը եւ Տատյանա Իվանովան, որը թուրքական մեդիայում մագազետ է կայքում արդեն իր նկարը արհեստական բանականությունը նույնացել է որպես Զեյնաբ Սանգու, ուրեմն Զեյնաբ Սանգու եւ Թեյմուր Մամեդովը Կովկասյան քրոնիկա կայքի հեղինակներն են, հա, եւ այդ Կովկասյան քրոնիկա կայքի հիման վրա տեղեկատվության է ինչ որ թե ինչ-որ հրապարակվել, տեսեք դարի սենսացիան, հա։ Ուրեմն տեսեք ինչ են այլ այս իշխանությունները, վերցրել են Բաղրամյան 26 Telegram կանալով տարածել են դա, իսկ Բաղրամյան 26-ն էլ կանոնակարգողներից մեկն էր, կոորդինատորներից մեկն էր հայտնի ճակերտավոր տխրահռչակ Ռոման Բաղդասարյանն է, որը ակնհայտ այս իշխանությունների պատվերն է կատարում։ Ուրեմն Բաղրամյան 26-ը վերցնում է բանից, այդ Կովկասյան քրոնիկայից։ Իսկ Բաղրամյան 26-ից էլ հայկական ժամանակը, Սիվիկը, Ռադարը սենց վերցնում են ու այդ նյութը տարածում են։ Այդ նյութը տարածում են, բայց ինչպես տեսակ, բրավո ֆակտորի մեր գործընկերներին, նաև լրագրող Թաթուլ Հակոբյանն այդ մասին արտահայտվել, եւ ընդհանրապես խոսք է գնում նաև մեկ արդեն բանի մասին, եւս մեկ հեղինակի մասին, Մեհման Հուսեյնով։ Ուրեմն Կովկասյան քրոնիկայում գրվում են Թեյմուր Մամեդովը, Մեհման Հուսեյնովը, այդ ադրբեջանական այդ պրոքսիները, այդ ադրբեջանական տիպաժները դարձել են մեդիա ռեսուրս, դարձել են ճակերտավոր տեղեկատվական աջակցություն քաղաքացիական պայմանագրին, ու սրանք խոսում են բանի մասին, հա, հիբրիդային պատերազմի մասին։ Այդ դուք եք հիբրիդային պատերազմանում, որ Թուրքին սարքել եք ձեզ դաշնակից, ու ըստ Թաթուլ Հակոբյանի էլ այդ Մեհման Հուսեյնով, եթե չեմ սխալվում, ծագումով ծնունդով Մարնեուլից է, այժմ բնակվում է Լոնդոնում, 17 թվականին Ադրբեջանում դատապարտվել է, իբրև թե զրպարտության համար թե ինչ։ Այս ադրբեջանական կոնգլոմերատը, որը գործում է Կովկասյան քրոնիկա ճակերտավոր կայքի անվան տակ, դարձել է տեղեկատվական պարտները եւ աջակցությունը քաղաքացիական պայմանագրի։ Այսինքն գործ ունենք Յենի Ադրբեջան քաղաքացիական պայմանագրի նախընտրական կոալիցիայի հետ, առանց չափազանցության։ Եթե դու պիտի տեղեկատվական ֆոն նախընտրական քո պայքարում ապահովելու համար մի հատ ինչ-որ էժանագին պրիմիտիվագույն կայքում ինչ-որ ադրբեջանցիների գրած ինչ-որ բաներ վերցնես, ողջամիտ կասկած առաջանում, որ դու էլ պատվիրել ես։ Հենց դու ես պատվիրել, տիկին եւ պարոն իշխանություն, դու ես պատվիրել դա քաղաքացիական պայմանագիր, դուք եք պատվիրել, Նիկոլ Փաշինյան, այդ դու մնաս Թեյմուր Մամեդովի եւ Մեհման Հուսեյնովի հույսին, այդ դու իրանց հույսին ես մնացել, որ այդ կայքերում ընդամենը գրում են, ասենք, չգիտեմ, Մեհման Հուսեյնովը, Թեյմուր Մամեդովը, Զեյնաբ Սանգուն, հա, արհեստական բանականությունով էլ բան են անում, մեր լրագրող գործընկերները որոնողական աշխատանք են կատարում եւ բանից պարվում է, մի հատ ճակալասի, մի հատ 8-րդական ինչ-որ մի հատ որակավորման կայք, հա, որ ասենք, որի հոսթինգն էլ է արդեն անհետացել, այնտեղ նյութերը դնում են, հետո այդ նյութերը վերահրապարակում են բաներում, Դանիել Յոհաննիսյաններն էլ այդ նյութերը տարածում են, տեսեք, դարի բացահայտումներն են կարել։ Ախր մեր օրերում ոչ մի բան, ոչ մի կեղտ ջրի տակը չի մնում երկար։ Մախաթը պարկի մեջ չես պահի։ Հիմա դուք մնացել եք փաստացիորեն, եթե հրապարակայինել են ասում թուրքերը, արդեն մեդիա դաշտում էլ, որպեսզի մարդկանց հանդեպ թույլ ու թարախ ներարկեք, պիտակավորեք, մարդկանց զրպարտեք, կեղծիք ու սուտ տարածեք,
Դուք բռնում եք, ասենք ադրբեջանցիների դարձնում եք ձեզ տեղեկատվական դաշնակից, այդ չեք դուք։ Բա որ ասենք թուրքի պահածեք, այդ նկատի ունենք։ Նիկոլ Փաշինյանը այդու մնաց Թեյմուր Մամեդովի եւ Մեհման Հուսեյնովի հույսին, որ նրանք պետք է կեղծիք տարածեն, դու էլ բռնես քո մեդիաներով տարածես, որ տեսեք բանում Հայաստանի քաղաքական դաշտում այս ինչ մարդը, այն ինչ մարդը, սրա հետ է կապի մեջ, նրա հետ է կապի մեջ, լավ այդքան պրիմիտիվ, այդքան էժան, այդ հիբրիդային պատերազմը դուք եք անում։ Ադրբեջանցիների հետ ձեր տված բան եք անում, հիբրիդային պատերազմ եք անում Հայաստանի դեմ, որովհետև ինչ որ այդ կարգի էժանագին հիմար ապուշ բաներ եք անում դուք։ Այդ է ձեր արածը։ Որտեղից էլ մարդիկ են գտել։ Ձեզ թվում է դուք այդ աֆյորան որ անեիք, դա մնալու էր մի ամիս, 6 ամիս, մի տարի հետո պարզաբանվեր։ 1-2 օրը լրիվ բավական էր, որ կեղտը դուրս գա ջրեր ես։ Կամ այդ ինսայդերը այդ ինչա։ Ձեզ թվում է ինսայդերը լուրջ ինչ-որ բան է, դուք էլ դրա հիման վրա մարդ ում հասցեին ինչ ասեցիք երկվեց։ Թե ձեզ թվում է որ Թևանյանի հասցեին տենց աղմկոտ հոդված եք դրել շրջանառության մեջ, դրանից այս ահասարսուր ինչ-որ բաներ ա լինելու, տենց ինչ-որ մարդիկ չգիտեմ ինչ-որ թյուրիմացության մեջ են ընկնելու։ Իհարկե ոչ, շատ արագ դուրս եկավ ու պայթեց այդ պղպջակը, որ դուք ադրբեջանցի չակերտավոր հեղինակներ, գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող մտածածին ինչ-որ մարդիկ են, ձեր տեղեկատվական աջակիցները, որոնք կեղտը, սուտը, կեղծիքը, ցենց արտաթորանքի նման լցնում են ինտերնետ, դուք էլ վերցնում եք ու ձեր մեծա ռեսուրսներով այս հասարակությանը տերորի եք ենթարկում։ Այո, սա տեղեկատվական տերոր է, երբ որ սուտ ու կեղծիք եք դուք տարածում, երբ որ ձեր համար ինֆորմացիայի չակերտավոր աղբյուրը ադրբեջանցի եղած ու չեղած լրագրողներն են, նշանակում է դուք ադրբեջանցու տեղապահ եք ստեղ, նրանց կողմից նշանակված եք, դրա համար ենք մենք ասում ոչ փաշայացմանը, դուք պատրաստ եք լինել Թուրքի նշանակած տեղապահ փաշա, այդ եք դուք ձեր չակերտավոր անփառունակ կառավարումով։ Եթե նախկինում ինչ-որ մարդիկ ինչ-որ կարող է չհավատային, հիմա տեղեկատվական հոսքերը այնքան արագ են, այնքան շուտ ամեն ինչը սուտ ու կեղծիքը պարզվում է դուրս է գալի ջրերես։ Ինչպես եւ դուրս է գալու, ասենք Թևանյանին ուղղված ձեր այս հնարովի, այս մտածածին, այս գործը, որը գախնի գրիֆով դրել եք, որ փաստաբանել կաշկանդված լինի, որ չկարողանա բացահայտի իրականությունը միշտ էլ մի օր պարզ է դառնում։ Բայց էլ եմ ասում, դուք այս հակադրությունը, այս հանրային անտագոնիզմը հասցրել եք այն աստիճան, նախընտրական հողի վրա կոտայքի մարդում այսօր մարդ են սպանել։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում, հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրությունների, գնացեք, որ այս մղձավանջի վերջը գա։ Եթե հանկարծ զորից է մեկին թվում է, թե ասենք, եթե այնպես մի դժբախտ բան պատահի մեզ հետ, որ սրանք վերարտադրվեն, ու ինչ որ հանգիստ կյանք լինելու հունիսից հետո, հունիսի 7-ից դուք չարաչար սխալվում եք յուրաքանչյուրը։ Այս նեգատիվը, այս ատելությունը, այս բաժանումը, այս մարդկանց հանդեպ, այս թույնը, որը ներարկվում է, այս հասարակության տարանջատումը, այս պառակտումը, այս նեգատիվ էներգետիկան չի կորելու։ Չմտածեք, թե սա տարալուծվելու է։ Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր իրոք համերաշխություն ձեռք բերել, իրոք համերաշխություն հաստատել, գնալ հանրային հաշտեցման, իրերը կոչել իրենց անուններով։ Հակառակ պարագայում, այս ռեպրեսիվ թափանիվը, այս սուտը, այս կեղծիքը, այս մարդկանց բարի համբավը արատավորելու, այս արատավոր պրակտիկան, այս արատավորվածները, այս Թուրքի կողմից տեղապահ աշխատողները, այս Թուրքի պատվերը կատարողները, այս Հայաստանի անկախության հռչակագիրը, Հայաստանի սահմանադրությունը, զինված ուժերի մեր տարբերանշանը փոխողները, ցեղասպանությունը կասկածի տակ դնողները, Արցախը ուրացողները, ձեր կարծիքով բերք ու բարիք են բերելու, հաշտություն ու համերաշխություն են բերելու, սրանք ինչ ասում են, դուք ուղիղ դրա հակառակը հասկացեք, որովհետև սրանք ասել են սեր ու համերաշխություն, ու սրանք բերել են միայն թշնամանք ու ատելություն, այդ են բերել։ Ոչ մի իշխանավոր, որը իբրև թե իր կարծիքով լավ է կառավարել, նախընտրական քարոզչության ժամանակ այդքան ափեղ-ցփեղ չի խոսում իր ընդդիմադիր օպոնենտների հասցեին, ուղղակի չի խոսում։
Այս հիստերիկությունը, այս լկտիությունը խոսում այն մասին, որ Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր տակ շատ կեղտ կա։ Եվ ինքը չի կարա ուղակի այս ընտրություններին գնա հանդես գա իր ձեռքբերումներով, իր, չգիտեմ, ցուցանիշներով, իր ապագայի մասին ծրագրերով։ Այս մարդը ինչ ասել է, սուտ ու կեղծիք է դուսակել, ու հիմա այսօր նորից եմ ասում, ովքեր նոր են միացել մեր հեռարձակմանը։ Կովկասյան քրոնիկա կայքում արտահոսած ճակերտավոր տեղեկատվությունը, որ իբրև թե մեր երկրում այսինչ մարդիկ, այսինչ քաղաքական պլաններ ունեին եւ այլն եւ այլն, դա մի հատ էժանագին, մի հատ ինչ-որ պակստավնոյ, մի հատ արհեստացին կայքա, որի ճակերտավոր իրական եւ հնարովի հեղինակներն են Թեյմուր Մամեդովը, Տատյանա Իվանովա իբրև թե, բայց իրականում Զեյնաբ Սանգուն, որոնք արհեստականություն ասում են, որ նման մարդիկ ուղակի գոյություն չունեն, բայց նկարները զետեղված է։ Եվ նաև, չգիտեմ, Մեհման Հուսեյնովը, այդ իզգոյները, այս իշխանությունները, հիմա այդ տարբերակով ես տարաժամ ուշ երեկոյան ժամի շատ հազվադեպ է, որ ինչ որ հարատապ դեպք պիտի լինի, որ մտնեմ ուղիղ եթեր եւ ասելիք ունեմ, որտեղ որվա ընթացքում քարոզության ընթացքում այնքան մարդու հետ ենք շփվում, այնքան ենք խոսում, որ մարդկային շփման պակաս չկա, բայց քիչ առաջ այս ամբողջ տեղեկատվությունը ուղակի ներխուժեց Facebook-յան տիրույթ եւ տարբեր արժանահավատ աղբյուրներ եւ անհատներ եւ մեդիա ռեսուրսներ ուղակի բացահայտեցին, ուղակի պայթեցրեցին, որ այս իշխանությունները որ աղբյուրների վրա որ հղում են անում ու ձեզ սուտ ու կեղծիք են մատուցում, ահա այդ ամենը ունեն պրոադրբեջանական ծագում ու ադրբեջանցի ժուրնալիստներ։ Հիմա դուք որոշեք, հարգելի քաղաքացիներ, որ Թուրքի գրած հոդվածը սրանք հիմք ընդունեն ու իրաց հայրենակիցներին զրպարտեն այս իշխանությունների հետ, ինչ հույս կարելի է կապել, ինչ լավատեսություն կարելի է ունենալ։ Այդ դուք մնաք Մեհման Հուսեյնովի հետ Թեյմուր Մամեդովի հույսին, տիկնակ եւ պարոնակ իհարկե ճակերտավոր ԿՊԱ-կաններ։ Նրանք են ձեր աջակիցները, նրանք են ձեր սատարողները, նրանք են ձեր տեղեկատվական դիվերսիայի աջակիցները ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։ Դուք Թուրքիա ձեր ձեռի տված ուզում եք քայքայել այս պետականության հիմքերը։ Հերիք հելա բոլ եղավ արդեն, կոկորտների սա հասել։ Ինչքան պետք է դուք ստով ու կեղծիկով այս հասարակությանը խաբեք ու մանիպուլացնեք։ Ինչքան դուք պետք է ձեր հայրենակիցների հանդեպ այնքան թույն ու թարախ շնչեք, որ Թուրքի նավոտկով մարդկանց անվան հետ խաղաք, հա։ Այդ եք դուք։ Այդ եք դուք ու այս ամենը էլի եմ ասում, այս նեգատիվ էներգետիկան, եթե մնա մեր մեջ, մեր երկիրը կքայքայի, մեր երկրի հիմքերը կքայքայվեն։ Սրանք չարիք են, սրանք ամբուժելի վիրուս են մի հատ, որի քոքը պետքա տալ, պետքա մաշեցնել ու վերացնել։ Թեյմուր Մամեդով, Մեհման Հուսեյնով, նրանք ճակերտավոր հոդվածները գրեն, դուք էլ բռնեք ձեր մեծա ռեսուրսներով տարածեք հասարակությանն էլ ասեք, չգիտեմ, սենց չի նենց, հա։ Այդ հույս, այդ օրինակ ընկել, այդտեղ էլ է երևում, որ դուք մնացել եք Թուրքիա աջակցության հույսին։ Դուք Թուրքիա աջակցության հույսին եք մնացել։ Բայց սիրելի հայրենակիցներ, ամեն խավարից հետո գալիս է լույս։ Խավարը հավերժ չի։ Հիմա մենք խավարը անիծելու փոխարեն պիտի յուրաքանչյուրս մեկ մոմ վառենք։ Յուրաքանչյուրից մեկ մոմը մեր քվեաթերթիկն է, որը պիտի տանք ընդդիմությանը ցանկացած ճաշակի ընդդիմադիր քաղաքական ուժ կա։ Մեր պարագայում կոչ ենք անում հունիսի 7-ին ընտրեք համար 7-ին։ Հունիսի 7-ին ընտրեք համար 7-ին, որպեսզի ազգային ուժերի համախմբմամբ վերջ տանք այս ամոթի, այս թրքասիրության, այս թրքահաճության, այս խայտառակության դարաշրջանին։ Հակառակ պարագայում հետագա սերունդները մեզ չեն ներելու։ Հետագա սերունդները մեզ չեն ներելու, որ Հայաստանի իշխանությունները Թեյմուր Մամեդովների եւ Մեհման Հուսեյնովների տված նավոտկայով մարդկանց լցնեն բանտերը, մարդկանց զրպարտեն ու հասարակությունը տրամադրեն այդ մարդկանց դեմ։ Անխուսափելի է, այս փոփոխությունը անխուսափելի է։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Հակառակ պարագայում Թեյմուր Մամեդովն ու Մեհման Հուսեյնովը վաղը գալու են ձեր տուն։
Վաղը գնալու են ձեր երեխայի դպրոցում մանկապարտեզ ռեպորտաժներ կազմակերպեն, վաղը դառնալու են ձեր հարևանը։ Ու երբ որ ասում են 300,000 ադրբեջանցու խոսակցություն կա, սրանք էլ կպել են թե բա չէ, չկա տենց բան եւ այլն, նախ հունիսի 17-ին իրել Նախիջևանում են Արևմտյան Ադրբեջանի ժողով անելու, դա էլ նոր ինֆորմացիա է, բացի անցած տարվա իրադարձություններից, բայց հարցը առաջանում Բա եթե դուք իբրև թե չի լինելու տենց բան, իբրև թե չեք բերելու ադրբեջանցիներից 300,000, բայց չեք ադրբեջանցիների տեղեկատվական աջակցությամբ չակերտավոր, ձեր երկրի ներսում քաղաքական հաշվեհարդար տեսնում ձեր օպոնենտների դեմ։ Դե թուրքը լավ է տեսնում, այս երկրում ով է պայքարում ազգային պետություն ունենալու համար։ Ու դրա համար այդ պայքարում դարել են ձեզ դաշնակից, որում հասեին ոնց կարաք ցեղ շպրտեք, սուտ ու կեղծիք տարածեք։ Թուրքի սատարումով իշխանության եք մնացել 21 թվականին, հիմա եկել եք այստեղ ասենք ինչ որ գործակալ եք մանգալի ու ազգային դավաճանություն եք ինչ որ մեկի վրա ուզում կպցնեք։ Այդ Թուրքի պահած եք դուք։ 21 թվականի փետրվարից Թուրքիայի գլխավոր շտաբի պահածն եք դուք։ Ու այդ հայտարարությունները կա, դա չի կորչում ոչ միտեղ։ Այդ խարանը մնացել է մեր ճակատին։ Ու հիմա դուք այսօր վերցել եք այս թուրքական, այս ամբողջ այս աղբը թուրքական ծագման ես, թուրք-ադրբեջանական ծագման ես աղբը, տեղափոխվել եք հայկական մեդիա տիրույթ ու դրա հիման վրա մարդկանց անվանը ուզում եք կպտեք, անվանարկեք, ընցարեք հողը լինի, ձեր ոտքերի տակ, ընցարեք մայր հողին արժանանակ դուք, ընցարեք բանը չհասցնեք, ես ժողովրդի ասենք, ուղղակի այն կարգից հասմանը, որ ուղղակի չգիտեմ, աննախանձելի վիճակում հայտնվեք։ Բոլը բավական է։ Հերիք այս սուտ ու կեղծիկը տարածեք այս հասարակության շրջանում։ Այդ հասարակությունը մինչև կոկորտը կուշտ է։ 8 տարիա զոհերից ու տարածքային կորուստներից զատ մարդկանց մեջ այնքան նեգատիվ եք ներարկել, այնքան մարդկանց տարանջատել եք, այն որ արդեն մարդկանց արդեն էլ չգիտեմ, դուրս ես գալի փողոց, մարդիկ մտահոգ, լարված դեմքերով, ապագայի հետ կապված անորոշություններով մեկ էլ գնում վարչական լծակներով ստեղից ընդեղից մարդ եք հավաքում, որ գազես ծապ տա, որ դուք պետք է որ հիստերիկայի նոպաներ ունենաք, ձեզ էլ ներշնչեք, թե ամեն ինչ լավ է։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ արդեն շատ ուշ ժամ է, ես չեմ ուզում ձեզ շատ ժամանակը խլեմ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իմ հետ եթերում էին, ուղղակի ցասում առաջացավ, ուղղակի չգիտեմ, էլի ինչ կարգի ասենք ընդվզում իմ մոտ առաջացավ, երբ որ այդ տեղեկատվությունը հայտնվեց իմ ձեռքի տակ, որ Թեյմուր Մամեդովներ, Մեհման Հուսեյնովներ, Զեյնաբ Սանգուներ ու չգիտեմ ինչեր դարձել են այս իշխանությունների բացահայտ նախընտրական աջակիցները եւ հասարակության մեջ ընդդիմադիր հեղինակություն ունեցող մարդկանց դիցուկ այս պարագայում Անդրանիկ Թևանյանին փորձում են իբրև թե անվանակել, իբրև թե նրա հեղինակությանը ցեղ քսել, իբրև թե նրա հեղինակությանը կպնել։ Այս ամեն ինչը ավարտ է ունենալու։ Ամեն ինչը ավարտ է ունենալու, սա վերջանալու է գնա։ Սա վերջանալու է գնա, բայց մենք ցավ ենք ապրելու։ Ուղղակի որպեսզի այդ ցավն ու ցասումը երկար չտևի, հարգելիներս բոլորիդ կոչ եմ անում, անպայման գնացեք ընտրատեղամաս, ով չի գնում ընտրատեղամաս, մնում է տանը, նա ակամայից ձայն է տալիս Ալիևին, Էրդողանին եւ Փաշինյանին։ Այ եռագլուխ պատերազմի կուսակցությունը դրանք են։ Դրանք պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին, դրանք դեմ են մեր ինքնությանը եւ այո, ինչպես մեր գործընկեր Սոնա Աղեկյանն նաեւ շատ բարբեր, իրոք դրանք քեմալական պայմանագիր են։ Այո, քաղաքական կոռեկտությունից ելնելով միշտ քաղաքական բանն ենք ասում, նրանց քաղաքական անվանումը, բայց արդեն այս բացահայտումից հետո, որ Թուրքի գրած հոդվածի հիմա վրա սեփական հայրենակիցներին դուք պիտի վարկաբեկեք, այո, դուք քեմալական պայմանագիր եք։ Դուք Քեմալի հետ եք պայմանագիր կնքել, դուք Քեմալ Աթաթուրքի ժառանգների քաղաքական դաշնակիցներն եք եւ նրանք ձեր գործունեության շահառուներն են, բայց առաջիկա ընտրական գործընթացը դառնալու է դետոնատոր, որ հայ ժողովուրդը մի հատ թոթափի էս ամեն ինչը, մի հատ թափ տա եւ այս ամոթի եւ խայտարակության դարաշրջանը մենք փակենք։ Հակառակ պարագայում պատմությունը եւ ճակատագիրը մեզ չեն ներելու, որ մենք հանդուրժող գտնվենք այս թրքաբարոների եւ թրքահաճոների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը ունի յուրաքանչյուրիս հոգացության եւ նվիրբան կարիքը,
ուրեմն միացիր հարգելի քաղաքացի, միացիր որ փոխենք, միացիր որ փոխենք այս ամոթալի դարաշրջանը եւ այս ժողովրդին նոր լույս, նոր հույս, նոր հեռանկար ապահովենք, միացիր որ փոխենք այս գահավիժման, անկման, այս ատելության, հա, այս թշնամանքի, այս լարվածության, այս դարաշրջանը փոխենք իրոք սիրո եւ համերաշխության, որովհետեւ մեր ազգը սրտից թույլ, խղճից թույլ, էմոցիոնալ, հա, բարի, բարեսիրտ ազգ է մեր ազգը ընդհանուր առմամբ, հա, խղճով շատ։ Մեզ պետք է իրոք համերաշխություն, իրոք հարգանք, իրոք հանդուրժողականություն եւ հունիսի 7-ը լինելու է դրա բացառիկ շանսը։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն բոլորիդ եթերում ինձ հետ լինելու համար, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, ինքներդ էլ ձեր ստատուսներում, ձեր տեքստերում տարածեք այս ինֆորմացիան, որ անպայման մարդիկ տեղեկանան, շատ արագ պետք է այս ինֆորմացիան մարդկանց տեղ հասցնել, որ իրականությունը պարզի եւ որ որևիցե մեկը թյուրըմբռնման, տեղեկատվական դիվերսիայի եւ ապատեղեկատվության զոհ չդառնա եւ իրականությունը մարդիկ ճիշտ իմանան եւ սխալ կարծիք հանկարծ որևիցե մեկի մոտ չձևավորվի։ Այնպես որ հունիսի 7-ին, համար 7-ին միացեք, որ փոխենք։ Շնորհակալություն։